Բարև ձեզ։ Դուք լսում եւ դիտում եք գործագործ հաղորդաշարը։ Այսօր իմ հյուրն է Գայանե Սարգսյանը, Գայանեն աստղաբան, կառավարման հոգեբան եւ տրեյներ է։ Բարև ձեզ Գայանե ջան։ Բարև ձեզ սիրելի Վարդուհի, բարև ձեզ սիրելի հետևորդներ, ունկնդիրներ։ Ահա։ Առաջին անգամն եմ հետաքրքիր եթերի, կարծում եմ, որ հետաքրքիր է լինելու։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք տրամադրել, Գայանե ջան, գիտեմ, որ հետևորդների մեծ բանակ ունեք համացանցում, շատերը ձեզ լսում են, շատերը ձեզ հետևում են։ Այսօր մենք մի փոքր կփորձենք բացահայտել ձեր մասնագիտությունը, որովհետև մասնագիտությունը ինքնին մի քանի մասնագիտություն ունեք, բայց աստղաբանությունը ինքնին շատ հետաքրքիր է շատ շատերին։ Ինչի հետ եք դա կապում, ինչու են մարդիկ հետաքրքրվում այդ մասնագիտությամբ։ Նշեմ, որ առաջին մասնագիտությամբ անգլերենի մասնագիտ եմ թարգմանչի որակավորմամբ, բայց կյանքում մենք ունենում ենք անցումային փուլեր, չեմ ուզում ասեմ ճգնաժամային, բայց այդ անցումային փուլերում որոշակի իրադարձություններ են տեղի ունենում, որոնց պատասխանները սովորական գիտելիքների, գիտությունների շրջանակներում չես կարողանում գտնել։ Եվ արդեն եւ շատ-շատերը, ասեմ, սիրելի Վարդուհի, որ մենք խոսել ենք ժամանակին, որ Հայաստանում միջին եւ խոշոր բիզնեսի, եթե միջին բիզնեսն է 80%, խոշոր բիզնեսի մոտ 50% այդ ներկայացուցիչները բարձր այդ դասի, նրանք բարբերաբար արդեն իսկ շփումներ են ունենում համապատասխան մենք Ձեզ հետ են շփվում։ Այո։ Ինձ հետ են շփվում։ Գիտեք, այսպես ասի, չէ՞, ոնց որ այսպես է դարձել, որ ես եմ իմ բրենդը, եթե ես ներկայացնում եմ, որ այս մարդուն կարող եք դիմել, չէ։ Հետևորդը անձը, որը դիմում է, ինձ հեռախոսազանգ է ունենում, պարտադիր միայն ձեզ մոտ ենք ուզում, այդպես է ստացվել։ Բայց կյանքի որոշակի փուլերում այնպես եղավ, որ ես առնչվեցի աստղաբանության հետ եւ ինձ հուզող հարցերի Ես չեմ ուզում ասեմ 100% թող պերֆեկցիոնիստ չերևան, բայց 90% եւ ավել այդ բոլոր հարցերի պատասխանները տալիս է աստղաբանությունը։ Գայանե ջան, ճիշտ եմ հասկանում, որ դուք ապրում եք, թարգմանչությամբ եք զբաղվում, ինչ որ մի իրադարձություն եղավ ձեր կյանքում, սկսեցիք հետաքրքրվել աստղաբանությամբ եւ այնտեղ գտաք պատասխաններ ու սկսեցիք արդեն զբաղվել աստղաբանությամբ։ Այո։ Ես թարգմանչությամբ չեմ զբաղվել, բայց իմ հետաքրքրությունների ոլորտը տուրիզմն է։ Ես ինչքան որ տիրապետում եմ աստղաբանությանը, ինձ երևի կճանաչեն տուրիզմի ոլորտից, եւ ես նույնպես տիրապետում եմ տուրիզմի գործիքներին, այդ բոլոր ընթացակարգերը, որ նույնիսկ դեսպանատներ են անցնում, ուղղություններին։ Ես նաեւ այդ ուղղությամբ եմ ցանկանում խորանալ, բայց կյանքում այնպիսի իրավիճակ է, երբ որ այստեղ գրված է լինում, միևնույն է կյանքը տանում է այդ ուղղությամբ։ Ասեմ, այստեղ մի փաստ արձանագրեմ, որ նաև թվագիտությունը շատ մեծ կապ ունի։ Ես իմ թվերում ունեմ 3-7, 7-ը դա տիեզերքի դա գաղտնագիտության թիվն է, իսկ 3-7-ը եւ այնտեղ նաև տրամաբանություն, մաթեմատիկական ընդունակություններ, այդ թվերը ես նաև ունեի իմ այդ բազայում եւ իրեն կյանքի որոշակի ոլորտում, որոշակի փուլերում բերեցին այնպեսի չեմ ուզում այդ դեպքը ասել, բայց ինքը դա 15 տարի առաջ էր, իմ փնտրտուքները տվեցին համարժեք այդ պատասխանները։ Ես ձեզ ասեմ, որ բազային կրթությամբ 7 տարվա հոգեբան եմ, 5 տարի ընդհանուր հոգեբանություն եւ մանկավարություն, վերջին 2 տարի մենք չենք առնչվել, բայց գիտես, որ լավագույն բուհերից մեկն է, որը կառավարման ոլորտում առաջատար դերակատարում ունի, կառավարման հոգեբանություն։ Այդ բազային կրթության ժամանակ ես երբ որ ընդհանուր հոգեբանություն էր, այնտեղ ճգնաժամային հոգեբանության այդպիսի մի դաս կար, ինչքան գիտեմ, քննություն էլ հանձնեցինք, չեմ հիշում, դա 10 տարի առաջ էր, ես այն էր հետաքրքիր, որ այդ փուլերը, որոնք որ նշված էին, աստղաբանորեն այդ փուլերը կապված են մոլորակների դիրքերի հետ։ Ես ձեզ բացատրեմ, մենք ունենք 7 անձնական մոլորակներ։ Յուրաքանչյուր մարդ ունի իր քարտեզը, քարտեզը ինչպես է կառուցում։ Երկրակենտրոն հաշվարկ է, քարտեզի վրա 360 աստիճանը, դրանք կենթանակերպերն են, որոնք 30 աստիճան յուրաքանչյուրը այդ սանդղակում 12 կենթանակերպ։
կերպեր։ Այստեղ կան անձինք, որոնք կարող են ասեն 13-րդ կենդանակերպն կա, չէ, սիրելի հետևորդներ, ռադիո լսողներ, 13-րդ կենդանակերպ չկա, դա 13-րդ համաստեղությունն է, որը նախկինում հազարամյակներ առաջ ըստ համաստեղությունների են հաշվել, բայց հիմա այդ Զմիինոսից, որ ասում են օցակիրը եկել մտել է Կարիճի եւ Աղեղնավորի արանքում, բայց մեր հաշվարկները կատարվում են էկլիպտիկայի վրա արևի տարեկան պտույտով, արևը մարտի 20-21-ին մտնում է խոյի դաշտն է եւ համապատասխան բնավորության գծերով ավելի ճիշտ խառնվածքով է բնորոշում մարդուն աստղաբանությամբ դու կարողանում ես հասկանալ մարդու խառնվածքի տեսակը իսկ բնավորությունը դա դրսևորում է արտաքին եւ ներքին ավելի սոցիալական է ճիշտ եմ հասկանում այո սոցիումը կարողանում է ազդել ասեմ ձեզ, որ արևը պատասխանատու է, երբ որ քարտեզը դիտարկում եք այն գծերը, տեսած կլինեն, հիմա արդեն մեր երևի թե 30-40% արդեն կարողանում է հաշվել քարտեզները, գոնե գաղափարն է։ Ուրեմն արևը մեր տաղանդներն են, որոշում կայացնելու կարողությունն է։ Արևը ինչ է, փայլում է, չէ՞, արևի մոլորակն է։ Ինքը որ կենթանակերպում որ գտնվեց, տվյալ անձին համապատասխան որակներով է կերտում։ Այդ տաղանդները շատ խիստ արտահայտվում են։ Օրինակ խոյերին տալիս է վառ գույներով, երբեմն ակտիվ, երբեմն ագրեսիվ, ճիշտ է։ Կույսերին ինչ է տալիս։ Կույսերը բավականին աշխատասեր են, pedant են, ասեմ, բայց կույսերը, ասեմ, յուրաքանչյուր կենթանակերպ ամեն ինչ փող համաձայնվեցված է եւ տիեզերքում, եթե ես խոսեմ եղանակները, թե ոնց է մեկը մյուսին այդպես հերթականության փոխարում, դուք ուղակի կապշեք տիեզերական այդ գիտակցության, դա ինչ որ գիտակցություն, ինչ որ մի ուժ է աշխատում եւ շատ խիստ այսպես համակարգված հաշվարկային այդ բանաձևներն են ազդում։ Ես ասեմ, որ երբ որ ակադեմիան սովորում է կառավարման հոգեբանություն, այնպես ստացվեց, որ այդ պսիխոտիպերն է ուսումնասիրում, այդ 12 տիպերը իրենք համընկնում են 12 կենթանակերպերի հետ եւ կույսերի մոտ, բայց գիտեք, կենթանակերպերի այն որակների հետ, որոնք բարդ են, որոնք մարդու կյանքում խնդիրներ կբերեն։ Տեսեք, կույսերի դրական որակները, որ իրենք բավականին աշխատասեր են, եթե նաև իրենց ծնված պահին Մերկուրին է լինում կույսի կենթանակերպում, արևը գիտակցությունը, Մերկուրին մտածողությունը, իրենք լավագույն հաշվապահներն են։ Նրանք լավագույն էջար բաժնի վարիչներն են։ Գիտեք, գիտեք ինչ է, կույսը, այդտեղ տարբեր ֆակտորներ կան, նայեք, կույսը չի սիրում մեծ այդ ղեկավար լինի, ինքը սիրում է 1-2 ղեկավար կլինի, կասեն, բայց ինքը ենթակա է, բայց սիրում է իր ենթակայությունը։ Բայց մի հարց ունեմ ձեզ, Գայանե ջան, բոլոր կույսերը այդպես են։ Չէ։ Այսինքն էլի ֆակտոր կա արևով է, բայց կույսը կարող է լինել արևով կույս, բայց Մերկուրին գտնվի առյուծում, տարուց է որոշ։ Ծննդյան տվյալներով, տարի, ամիս, օր, դա արդեն բնորոշում է, ժամն ու րոպեն, դա մեկ այլ դաշտ է, որտեղ հստակ տվյալ տարածաշրջանի համար մարդու կյանքի ոլորտներն են։ Հիմա մի հարց ունեմ ձեզ, օրինակ, եթե երկու երեխա ծնվում են նույն օրը, նույն ժամին, րոպեների տարբերություն 4 րոպե տարբերություն արդեն տարբերություն։ Նու եթե նույնիսկ չկա 4 րոպե տարբերություն, իրենք իդենտիկ նման են։ Այո, այսպիսի մի բան կա, որովհետև ճիշտ է, երբեմն կասեն նման չի, հիմնական դրանք միաձվայիններն են լինում, ինչ է լինում, այսպիսի մի փորձաքննություն է ընթացել, վերջերս են բացահայտել ԱՄՆ-ում, որ եռյակ եղբայրներին իրարից առանձին մայրը խնամքի է հանձնել պետությանը, լսել եք այդ պատմությունը։ Այդ եռյակ եղբայրներին տարբեր ընտանիքներ են որդեգրել, մայրը հանձնել է պետության խնամքին եւ ինչ եղել, տղաներից մեկը գնում է համապատասխան բուհ, բոլորը իրեն բարևում են, որպեսզի ցույց են հարցնում, տղան չի ճանաչում, բանից պարզվում է, որ ինչ որ մեկի նմանակն է, արտաքին տեսքով, կտրվածքով, մազերի շարժ
վարժու ձևը, հետագայում բացվում է այսպիսի մի գաղտնիք, որ փորձաքննություն է ընթացել 60-ական 70-ական թվականին, որոշել են երեխաներին պահել տարբեր միջավայրերում, տարբեր սոցիալական կարգավիճակ, տարբեր ընտանիքներ, որպեսզի հասկանան երեխաները իրենց գենետիկորեն եկած այդ եւ վարքային դրսևորումները եւ այդ պոտենցիալ հնարավորություն եւ ներուժը ինչպես են դրսևորում, գիտեք ինչ է եղել, երեխաները ունեցել են նույն նախասիրություններ, հետո պարզաբանվել է, որ երրորդն էլ կան։ Երբ որ արդեն փաստերը համադրել են, տեսել են, որ երեքն էլ ունեցել են նույն նախասիրությունները, նույն զվարճանքի վայրերը, ձևերը, նույնիսկ ասում է սիգարետի օգտագործումը նույն այդ բրենդն է եղել։ Ինչն է հենց իմ ասելիք նաև ձեր հարցի պատասխանը, որ հիմնական այդ բոլոր կարևոր այն ինչը բնությունն է տվել նրանց մոտ նույնն է։ Կախված արդեն դե տեսեք նույն ծննդատանը տարբեր ծննդատներում են չէ ծնվում, երկու հոգի կարող են ծնվել, այսպեսի մի միջադեպ հիշեցի։ Ինձ դիմում են, դրա մասին պատմել եմ 5 օր առաջ, մի աղջիկ, որը դիմում է երեխա չունենալու խնդրով, ասեն, որ աստղաբանության համար գաղտնիքներ չկան։ Չգիտեմ, Կարմիր գաղափարախոսություն որքան եք ընդունում, չեք ընդունում, մեկ այլ առիթով դրա մասին կխոսենք։ Այդ աղջիկը դիմել է երեխա չունենալու խնդրով, ծնվել էր տարի ամիս օր, համապատասխան տվյալներ, ես նայեցի այնտեղ հենց գետնում եւ առուծում լուրջ բարդ մոլորակային դիրքավորումներ կան, որոնք արդեն նախանշում են, որ տվյալ անձը երեխա ունենալու հետ կապված խնդիր ունենա։ Հնարավոր է չունենա, հնարավոր է որոշ եւ նաեւ ժառանգական այդ հիվանդությունների արկայություն կար։ Անունն էլ է գրում։ Հաջորդ օրը Սիրելի Վարդուհի, ինձ հաջորդ օրը կրկին հերթական իմ հանդիպման ժամանակ անձը տալիս է նույն անունը, նույն տարի ամիս օր։ Ծնվել են 2 ժամ տարբերությամբ, Երևան մարզը, մեկը մարզում էր, մյուսը Երևանում է։ Վարդուհի նույն խնդիրն ուներ։ Հարցում եմ ինչի համար եք դիմել, նույն խնդիրն ուներ։ Սենց չգիտեմ, սառը քրտինք է գալիս ինձ վրա, ասում կարող է ինչ-որ դեժավյու, եթե ձեզ մոտիներ, ինչ կանեի, օնլայն էր իհարկե մեր շփումը, ասում կարող են նույն մարդն է, այդ ընթացքում արագ-արագ բազայում եմ նայում իմ տվյալների հետ եմ գալիս նամակագրությունը, ինչն էր հետաքրքիր, որ անձիկ ունեին նույն խնդիրը։ Լավ անունների նմանությունը մի կողմ, բայց նույն օրը տարի ամիս օր 2 ժամ տարբերությամբ եւ դրա համար հիմա որ ինձ ասում են աստղերը հուշում են, բայց չեմ պարտադրում, ես ձեզ ասեմ, որ իմ այս 15 տարիների փորձառությունը ես գիտեք ոնց հաշվում եմ ընդհանուր հաշվարկների թիվը, եթե ես ինչ-որ անձի տեսել եմ, տվյալները վերցրել եմ, հաշվել եմ, ինչ-որ իրավիճակ է, մոտ 30-40 հազարի մոտ չեմ այդքան իրավիճակ, այդքան անձնային տվյալներ եմ ուսումնասիրել, ես ձեզ ասեմ, որ աստղերը ոչ միայն հուշում են, այլ պարտադրում են, ես վերջերս եմ եկել այդ եզրահանգամ, այսինքն ինչ է կատարում, երբ որ մարդը գալիս է տվյալ քարտեզով, ես այսպես եմ հասկացել, մարդու մերկուրին գտնում է կույսում, լավ այսպես ասենք, այդ մարդը սովոր է մանրակրկիտ գործողություններ, ձեռքերով մանր գործեր կային, կմտածի, լավագույն հաշվապահներ են, եթե բժիշկ է, այնտեղ ինքը միկրովիրաբույժ։ Ես ձեզ ասեմ, սև լուսնի ֆակտոր կա, սև լուսինը դա արևի եւ լուսնի ուղեծրերի հատման կետն է, սև լուսնի դեպքում այսպեսի մի բան հանդիպեցի, երբ որ տրեյնինգի ժամանակ ասեցի ուսանողներից արագ դե շատ ճարպիկ եւ շատ խելացի ուսանողներ ունեմ, շատ արագ նայեցին, ասի գիտեք սև լուսինը երբ որ գտնվի կույսի կենթանակետում այ այն մասնագետներ են, այն դրանք արվեստագետներ են, չգիտեմ, որ բրենձի հատիկի վրա եկեղեցիներ բան նկարում են, տվյալ անձի տվյալները բացեց, ասեց Տիկին Գայանն է սև լուսինը կույսի կենթանակերպում է։ Ես էլ ապշեցի, ես ուղղակի ասի հնարավոր է, որովհետև կույսը ինքը մանրակրկիտ, մանրազնին այդ հետազոտությունները անցկացում, բայց դրա կույսի հակառակ նշանը ձկների կենթանակերպը, երազանքների մեջ, Մերկուրին ձկների կենթանակերպում չես կարողանում անձը շատերին, գիտեմ, ես իրենց ասում եմ խուլու համր։ Ես շատ մտերիմ մեկ ունեմ, որը արևով խոյ է, առաջին հայացից ակտիվ, բայց ես հասկանում, երբ որ ապաթիայի շրջաններ են լինում
լինում իր մոտ հոգեբանորեն ընկճված վիճակում Մերկուրին ձկներում ձկան նման խուլու եթե երկար ժամանակ ինքը չի գրում եմ ասում էլի ինչ ա եղել հա բան խուլու համր ես հա ոնց եմ ասում էլի Մերկուրիդ մտելա ձկների մեջ սկսում է դա բայց գիտեք ինչն է նա կարող է չխոսել բայց ստեղծագործել գրել նվագել ասեմ որ վերջին ռուսական այդ հայտնի երկհան պրոդյուսերներից անունը չեմ ուզում ասել գիտեք չէ որ լսողություն չուներ չէր կարողանում նաև բախն է եղել լսողություն չի ունեցել բայց իրենք ստեղծագործեն տվյալ անձի մոտ Սատուրնը գտնվում է ձկների կենդանակերպում ձկները լսողություն Սատուրնը այդ իր մոտ անջատել է ուղղակի Սատուրնը կարմայի մոլորակն է որը կյանքի ընթացքում կարող է բերել խնդիրներ եթե դու մեծամտանում ես եւ ինչ բացատրեց որ ես այնքան էի մեծամտածել, որ ես իմ շրջապատի ոչ հորդոր, ոչ խորհուրդ չէի լսում եւ կյանքը ինձ բերեց այնպիսի մի իրավիճակի, որ ես լուր մնամ եւ լսեմ եւ ինքը ստեղծագործել է առանց լսելու պատկերացնում եք երգեր է գրել հայտնի պրոդյուսերներից մեկը երգանը ինքը կարծեմ արդեն դուրս է գալիս ընդունել է բուդդիզմը շատ երկարատև տանջանքների, չարչարանքների, մեդիտացիաների, նույնիսկ ասեղնաբուժության արդյունքում նա ետ է վերադարձել իր լսողությունը, բայց նա թողել է իր մեծամտությունը։ Միեսի հարց ունեմ ձեզ Գանի ջան, երբ որ ասացիք, որ ձեզ խնդիրներով դիմում են մարդիկ եւ ասացիք, որ խնդիրները նաեւ ինչ որ չափով կապված են, հա, ոնց որ աստղաբանական քարտեզի հետ։ Արդյոք դուք որպես աստղաբան կարողանում եք խնդիրների լուծման ուղղություններ տալ մարդկանց եւ ոնց է դա տեղի ունենում։ Ի սկզբանե դիտարկում ենք քարտեզը, հասկանում ենք մոլորակների դիրքերը։ Մենք ունենք 5 անձնական մոլորակ՝ կիսատ մնաց արևը, գիտակցություն, Մերկուրին, միտքը, խոսքը, Վեներան սիրելու կարողությունը, Մարսը սեռական ակտիվությունը, կամքը, գիտեք, չի ասում են խոյա, բայց խոյի նման չի, որովհետև իր մոտ արեգակը խոյում է, բայց Մարսը գտնում է թույլ նշանում ձկներում, այդ խոյը գնում է Մարսը ձկներում խմում է, իրան կորցնում է, բառացի ասեմ, եւ խոյի որակները չի դրսերում, Մարսը փաստորեն կամքն է, սեռական ակտիվությունն է, դա 5 մոլորակներ են, գոյություն են 2 մոլորակ, որոնք սոցիումում ինտեգրվելու քո կյանքի ոլորտներն են մատնանշում, Սատուրնը բերում է խիստ սահմանափակումներ, Յուպիտերը բերում է հնարավորություններ, եթե դուք հիշեք, ամեն 12 տարի մեկ ձեր կյանքում որոշակի իրադարձություններ են տեղի ունենում 12, 24, 36, 48 այո այդ տարիքային շրջապներում տիեզերքը, կյանքը, սոցիումը հնարավորություն է տալիս Յուպիտերը բարեկեցության մոլորակն է եթե անձնական քարտեզում որ կենդանակերպում եղավ մարմինի այդ մասը կարող է լինել խոշոր մի կին կարը ասեցի Յուպիտերը ձկներ մեր առաջին տան վրա ասի կարող է ձեր ոտքերը խոշոր են ասեց ոնց իմացար փղի տոտիկներ Յուպիտերը ձկներում ձկներ վերջերս Սատուրնը ձկների կենդանակերպում է եւ ձկները ասեմ որ նաեւ գիտեք իրականությունից կտրվել է եթե ռացիոնալ մտածողությունը կույսն է հակադիր նշանը ձկները դա իրացիոնալ մտածողությունն է իրականությունից կտրվելն է դրանք թմրանյութերն են ալկոհոլ եւ բոլոր այն մոլուցքներ են ես բառացի ասում կախվածություն ձկների հետ է կապված եւ 2023 թվականի մարտի 7-ից Սատուրնը մտել է ձկների կենդանակերպ մինչեւ 2025-ի մայիսի 25-ից դուրս է գալիս այդ Սատուրն մոլորակը մեր քարտեզում ինքը սահմանափակումների երկարադեպ տքնաջան աշխատանք տանելու մոլորակն է Սատուրնը հռոմեական հունական այդ դիցաբանության մեջ Խրոնոսն է եւ բոլոր երկարատև չլուծվող հիվանդություններ քրոնիկական հիվանդություններ են եւ ինչ եմ ասում Սատուրնը ձկների կենդանակերպում այն մարդիկ, այն ձկները, որոնք ուղիղ ճանապարհով չեն քայլում, որոնք զարտուղի ճանապարհներ գումարներ են վաստակում, վերջերս ԱՄՆ-ից է շատ լինում, դիմում են, որ ԱՄՆ-ում ավելի շատ է, բայց այստեղ է, որ արդեն բավականին մեծ քանակ է կազմում թմրամոլների եւ տարբեր այդ
միջոցներ օգտագործող անձանց թիվը մոտակա 2-3 տարին բարդ է եղել։ Ձկները հիմա կանցեն, Սատուրնը կանցնի խորեն կասի հանգիստ մնա, խելոք մնա, այսինքն այդ ժամանակահատվածից հետո հնարավոր կլինի ազդել խնդրի լուծման վրա։ Այո, երբ որ դու տեսնում ես, բայց նաև շրջափուլեր կա, Վարդու ջան, Սատուրնը եթե դուք ծնվում եք, ինչ որ կենթանակերպում լինում է, օրինակ 80-ից 82 թվականի ծնվածների մոտ նա կշարքի կենթանակերպում է։ Գտնում եմ, ասում եմ, յուրաքանչյուր մոլորակ ունի իր պատտվելու պարբերաշրջանը եւ մաթեմատիկորեն, ֆիզիկա-մաթեմատիկական հաշվարկներ պետք է այսքան գնա, կանգ առնի, հետ գնա, դա մի ուրիշ պատմություն է։ Ինքը փաստորեն 80-ից 82-ում որ գտնվել է կշարքի կենթանակերպում, այդ տարիքային խումբը անձնական կյանք դժվար է կառուցում եւ ես ձեզ ասեմ, երբ որ ես սովորում եմ արդեն 11-12 թվականներին, ես առնչվում եմ այդ տարիքային խմբի հետ, որոնք ցանկանում էին իրենց ընտանիքը ամուսնությունը կազմակերպում էր։ Ես իրենց բացատրում եմ, որ դա Սատուրնի դիրքով է, սպասեք, մոլորակը տիեզերքում պատտվել, եկել կանգնել է նույն տեղում, ձեր քարտեզի Սատուրնի հետ է։ Եվ ասեմ, որ ընտանիքներ են փրկել, մեկի ամուսինը ուղակի կշարքի կենթանակերպի տակ ծնված էր հենց դեղորայքների հետ վախեր ուներ եւ այլն այդ 2 տարին անցավ իրանց մոտ այսինքն դուք ոչ թե շատերը աստղաբանությունը գուշակության հետ են չէ ոնց որ ասոցացնում ձեր խոսքից հասկացա ես ինչ որ տենց կենցաղային բակարդակով բաներ եմ ասում հա մարդիկ որ ասում են գնանք աստղաբանի մոտ բաստեն ձեզ մոտ ձեր խոսքից հասկացա որ ինքը ոչ թե գուշակություն է այլ դուք գիտեք մոլորակները ոնց են շարժվելու եւ դրանից դրթված դրանից ելնելով կարող եք կանխագուշակել մարդկային վարքագիծը, փոխհարաբերությունները։ Այստեղ ամեն ինչ ընկավ իր տեղը, այս մասը հասկացա։ Մի բան էլ եմ ուզում ասեմ, տեսեք, 21 տարեկանը շատ կարևոր Ուրան մոլորակը անսպասելի փոփոխություններ է բերում։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, մեր կյանքում տեղի ունենում անսպասելի փոփոխություններ 21, 42 63 եւ 84 յուրաքանչյուր 21 տարի։ Պաստոն ես այս տարի պետք է ինձ մոտ փոփոխություն անսպասելի փոփոխությունների ժամանակահատված է։ Այդ նույն Սատուրն մոլորակը մարդը ծնվում է, ասենք թե Սատուրնը այդ կենթանակերպում 15 տարեկան 14-15-ում Սատուրնը գալիս է դիմաց է կանգնում ինքն իրան։ Եթե անձ ունի արևի հետ Սատուրնի, արև եւ Սատուրն բարդ դիրքեր, բարդ փոխհարաբերություններ հայրիկի հետ, եթե ունի արև լուսին Սատուրն բարդ դիրքեր, բարդ փոխհարաբերություններ մայրիկի հետ, Վեներա Սատուրն բարդ դիրքեր, բարդ փոխհարաբերություններ սիրելիի հետ չի կարողանում սերը արտահայտել։ Վեներա Ուրանը սեր առաջին հայացքից։ Վեներան խոյում Ուրանը հետը անսպասելի արագ սիրահարում զարմանում ես, չի ասես, այս մարդը որտեղից է այսքան գտնում, այսօր սիրահարում է, վաղը, այ հենց դա է։ Եվ ինչն է հետաքրքիր, փաստորեն Սատուրն 15 տարեկան 30, նորից 45, 60 ու արդեն գասե 70, բայց 60 տարեկանից հետո, քանի որ Սատուրնը ինքն երբեմն լավ սեղմում է այդ տարեկան շրջափուլերում, ապաթիա, խնդիրներ, աշխատունակություն, օրինակ ձկների եւ կույսերի աշխատունակությունը ընկել է։ Իրանք ստիպված հանգստի են գնում, ստիպված պետք է գնան 60-ից հետո 45-ում են հիմա այս մոտավորապես 2 տարի է, չէ, մարդիկ կան Սատուրնը ուրիշ կենթանակերպում է, բայց քանի որ Սատուրնը հիմա ձկներում է, օրինակ 2023-ի մարտի 7-ից մինչև 25-ի մայիսի 25-26 այդտեղ դանդաղում են, ուշացումներ կա, խոչընդոտներ կա, բայց նրանք ովքեր 59-60 տարեկանում են, ես տեսնում եմ, որ մարդկանց աշխատանքից հանում են, ստիպող կամ իրանք պետք է գնան թոշակի, բայց այսպիսի մի բան էլ կա, որ արհեստավարժ մասնագետներ կային, որոնք բավականին երկարատև աշխատանքային փորձ ունեն եւ մեծ սիրով կատարում են իրենց առջև դրված առաջադրանքները, նրանց մոտ պաշտոնի բարձրացում նույնիսկ այդ պայմանագրերու երկարաձգելու հարց կա։ Բայց տեսեք ինչ է, շատերի մոտավորապես այս 2 տարին երկվորյակ, կույս եւ ձկներ, բայց երկվորյակ եւ ձկների վրա եմ զգացել, որովհետեւ երկվորյակը շփող նշան է արագ, նրանք կոմունիկացիա են ստեղծում անդադ, իսկ Սատուրնը ձկներից անդադ սահմանափակումներ է մտցում, խոսքը ճիշտ կազմակերպիր, խոստացել ես կատարել, եթե չէ Սատուրնի հետ արդեն իրենից երես են թեքում, մարդիկ լուրջ են ընդունում։ Եվ Սատուրնը ձկներում է այն անձիկ, որը տեսեք երեխաները 14-15 տարեկան այդ շրջափուլում, նույնիսկ 21-22-ը Ուրանի դիրքով, նրանք սկսել են այդ վատ վարք ու բարքն են ընդօրինակում դպրոցներում էլ ասում են, որ այնպես է լինում,
վարակիչ է, մանավանդ եթե անձնային տվյալներում կա։ Այդ ընթացքում պետք է ուշադիր լինեն, որովհետև Սատուրնը 30 տարեկան տեսնես մարդը թողեց աշխատանքից դուրս եկավ։ Մարդուչան դա Սատուրնի դիրքով է լինում։ Մտածում է, որ ինքը այլևս աճելու տեղ չունի, կամ ղեկավարությունը այսպես կախված արդեն անձնային քարտեզում ինչ դիրքեր կան եւ տիեզերքում ինչ դիրքեր։ Այսինքն մարդկային բոլոր վարքերը, վարքային դրսևորումները, որոշումները, ամեն ինչը կապված է մոլորակների հետ։ Ճիշտ եմ մեկնաբանում։ Հա։ Ես արդեն այս 2 տարի է արդեն Վարդու, եթե միջև են լռում, հիմա հստակ ասում եմ, աստղերը հուշում են եւ անկախ դրանից գործագործ ծրագիրն է, անկախ դրանից այնպիսի մի վայրում են, որտեղ եւ քաղաքական թեմաներ են արծած։ Իմիջիայլոց նույն դիրքավորումը ես տեսել եմ Դոնալդ Թրամփի մահափորձից առաջ, որտեղ նման պարբերանականություն ես նկատել եմ Ռեյգանի քարտեզում, Ռոնալդ Ռեյգանի քարտեզում, գիտեք, չէ, երթմնակալության օրը այնտեղ մահափորձ են։ Ես դրա մասին խոսում եմ հունվարի 28-ին, փետրվարին, ինչքան լրատվամիջոց կա եւ 5 տեղ տարբեր հարթակներում։ Խոսում ու գալիս 5 օր առաջ էլ նորից զգուշացնում եմ Դոնալդ Թրամփի քարտեզը գտնվում է բարդ մոլորակային դիրքավորումների ազդեցությամբ։ Եվ ինչ է լինում, գիշերը սաղ գիշեր հեռախոսը մանավանդ որ ԱՄՆ-ում ապրողներ նամակների մի շարան տիկինգանե ձեր կանխատեսումներ կատարեցին ցավալիորեն այդ բարդ մոլորակային դիրքավորումները կարող են կյանքի բարդ իրավիճակներ բերել, բայց տեսեք ինչն է հարցը։ Եթե մենք տեսնում ենք Մարսը խոյում, անձը կռվազան է, հա, այդ մոլորակային դիրքավորումը կարող են օգտագործել այդ անձը, կարող են, եթե հիպերակտիվ երեխա է, իրեն տանում են այնպեսի մի խմբատի բոքսն է, որտեղ իր այդ էներգիան դուրս է հանում, անձնական եւ ագրեսիվ, բայց իրենք լավագույն աշխատակիցներն են, որոնք հրշեջներն են, չէ, խոյը, կամ ես տեսել եմ մսագործ, որը ինչ է, Մարսը կտրտում է խոյը։ Այդպես շատ հետաքրքիր, եթե տասնյակ հաղորդումներ որ խոսեմ, ինքը բավականին հետաքրքիր է։ Ես կարծում եմ, որ իմ գիտեք, ամբողջ համարյա կես ժամ խոսում ենք, ճիշտ է, հեքիաթի նման չի, բայց իրականությանն էլ այդքան մոտ չի, մանավանդ գործարար այդ խմբի։ Չէ, բայց դուք նշեցիք, որ ձեզ գործարարներ են նաև դիմում։ Ես 2 հարց ունեմ, կուզեմ հասցնենք, հա, ոնց որ այդ 2 հարցին էլ պատասխանել։ Նախ գործարարները ձեզ դիմում են ինչ հարցով, օրինակ բիզնեսում խնդիր են ունենում, ասում են հիմա որոշում կայացնեմ, օրինակ նոր բիզնես ճյուղ բացել կամ կիսես հարցերով են ձեզ։ Նոր բիզնես ճյուղ բացելու աշխատակիցների հետ լինում է, որ տեսեք, ինքը հոլդինգ է, հա, տարբեր մասնաճյուղեր կամ պայմանագիրերը կնքելու լավագույն ժամանակահատվածներ։ Գիտեք, այսպեսի մի բան կա, միֆ չհնչի, եթե դու պայմանագիրը կնքեցիր, ամեն ինչ հրաշալի է։ Ոչ, դու պայմանագիրը կնքում ես, դրական մոլորակային դիրքավորումներ, դա կոչվում է նիբեսնի պասպորտ հայերեն ասեմ, հա, տիեզերական անձնագիրը։ Ինքը արդեն այդ քարտեզը ինքը դրական պոտենցիալով է։ Եթե ճիշտ ժամանակ եք ընկել, հասկացա։ Եթե ժամանակահատված կա, ամուսնություն, հա, իրար հետ ասեցինք ամուսնությունն էլ, հա։ Սիրելի հետևորդներ, մենք հրաշալի դիրքեր ունենք, Մարսը առյուծի կենդանակերպում, Մարսի բար դիրքերը առյուծի կենդանակերպում աբյուզերների մոտ եմ հանդիպում։ Միանշանակ։ Որ ասում են մայիսին չի կարելի ամուսնանալ։ Ցավալիորեն դա եմ գոնե նշանադրություն գրանցեք ամուսնությունները մայիսի 20-ի մոտակայքում Մարսը առյուծում Վեներան խոյում հա, այսինքն կարելի է կարող են հիմա տիեզերական այդ ցիկլերը թույլ են տալիս, եթե մեր ենթամշակույթը թույլ է տալիս ավանդույթներ, ապա կարող են գրանցել, գոնե նշանվել։ Դուք զգացել եք, ես այս վերջերս եմ զգում, որ իմ հագուստի մեջ գերակշռում է կարմիր գույնը, քանի անգամ ես չեմ կարողանում ուղղակի այդ կարմիր գույնից բաժանվել, որովհետև Վեներան բավական ժամանակ է խոյի կենդանակերպում է, նա տալիս է վառ գույներ, վառ տպավորություններ, ինքը անցնելու է մոտակա ժամանակահատվածում իջև հունիս կանցնի Վեներան ցուլի կենդանակերպ ավելի հանգիստ նշանում կլինի։ Իսկ դուք հետո ուրիշ գույն կսիրեք։ Ես ուղղակի կարող է նաև անձնական քարտեզը։ Ուրեմն անձնական քարտեզում ինչ որ մի բան կա, որ ես պարբերաբար նույն պայուսակը, նույն կոշիկները, նույն անկախ ինձանից, որովհետև տիեզերքում դրան խթանող ուժ կա, էներգիա կա։ Ես դրանից եմ բավարարվածություն ստանում։ Ես հորմոնների մասին չգիտեմ, որ ասեմ հրաշալի էնդորֆին, դոֆամին, սերատոնին, Վեներան
է՝ Մարսը, կորտիզոլը եւ ադրենալինը։ Դրա համար հետո կխոսենք։ Գանե ջան, իսկ որ շատ են խոսում տիեզերական կանոնների մասին, բումերանգի օրենքի մասին, երբ որ ասում են, որ վատ բան մի արեք, որտեվ դուք պետքա հետ կգա, հա, ոնց որ այդ ամեն ինչի մասին ինչ են ասում աստղերը, մոլորակները։ Աստղերը ասում են, ես արևմտյան աստղաբանությունն եմ սովորել Մոսկվայում, այնտեղ ուղղակի նշվում էր, որ մենք համապատասխան ժամանակահատվածում ծնվում ենք, համապատասխան մոլորակային դիրքավորումները կան, որոնք մեզ օժտում են գծերով բնավորության, ներուժ եւ այլն պոտենցիալ հնարավորություն, բայց գոյություն ունի արևելյան աստղաբանություն, արևելյան փիլիսոփայություն, ես ձեզ ասեմ բուդդիզմ եւ ինդուիզմ, այդ երկու կրոններում առաջատար, եթե մարդը պետք է այդ իրենց հոգևորականը պետք է բարձր այդ ատյաններ անցնի, հա, այնտեղ անպայման աստղաբանությունը պիտի իմանա, իրենք ասում են, որ դա տիրոջ տիեզերքի կամքն է, որտեղ մենք այդ կարման վերցրել եկել ենք, եւ կարմայի մոլորակը դա Սատուրնն է, այդ որ 15 տարեկանում 30 տարեկան ինքը գալիս է եւ արածների համար պատասխան է պահանջում, ինչ որ տեսնում են, չէ, իրավիճակ է, կստացվի մեկ է կտրուկ կտրվում է նորից իմացել որ դա Սատուրն է, դա կարման է, դա բումերանգն է, բարդ եւ դրական այդ իրավիճակների համար ինչևէ պարտական է, պարտավոր ես դու ըստ արևելյան փիլիսոփայության դու ես ընտրել այդ կարման, դու ես ընտրել քո ծնողներին եւ ինչն է հետաքրքիր որ ես քարտեզով նայում ասում Լուսինը կույսում ասում մայրիկդ կույս է ասում ոնց իմացաք մայրիկդ կարիճ է Լուսինը կարիճում վերջերս մարտի 8-ին էր մեքենայով ետ է վերադառնում հետևորդներից մեկ ասեց բարև ձեզ ճանաչում եմ ձեր տոնը շնորհավոր ասի շնորհակալ եմ քանի որ ազատ ենք արդեն դե մի քիչ մտեր մի կես զրույցը ասի ինչ խնդիր ունեք ասեց 5 տարի է հետևում եմ ասի կարող եմ բլից on-line հաշվել եթե ինչ որ բան կա ժամանակը չկորցնեք նայեցի տվյալ անձի այդ վարորդի քարտեզը Լուսինը կարիճում էր բարձացող հանգույցը կարիճում ասի ձեր մայրիկը կարիճ է կենթանակերպով ասեց հա ասեցի տուն կարող եք գնել այս տարի, որովհետև Յուպիտերը մտնում է Խեցգետին, տուն, ընտանիք, հայրենիք մեծացնել Յուպիտերը բարեկեցության մոլորակն է։ Ասի դուք ժառանգություն ունեք, դուք պետք է վերցնեք, չպիտի հրաժարվեք, սենց նայում է, սենց մի տեսակ, ասում եմ ձեզ մոտ, խնդրում մի հատ կասեք, ինչ ճակատագրական խնդիրներ ունեք, որ այդ նույն բումերանգի օրենքն է։ Ասեցի տուն ունեք, չեք ուզում, ասես տուն ունեմ, բայց այդ տունը մի քանի երեխաների մեջ պետք է բաժանվի Ես ասի դուք չհրաժարվեք ձեր բաժնից, որովհետև հենց կարմայով ինքը վերցրել է, որ պետք է գա Լուսինը կարիճ, մանավանդ մայրն է, որ ինքը պետք է չհրաժարվի իր տան բաժնից։ Մտածեց, ասի դուք կարող եք տունը վաճառել, բաժին տալ, բայց ամբողջությամբ հրաժարվելու դեպքում դուք խնդիրներ կունենաք։ Լուսինը կարիճի կենթանակերպում կարող է տալ հակում դեպի ուռուցքային այդ բոլոր երևույթները կան կյանքի հետ կապված հարց։ Շատ շնորհակալ եմ Գայանե ջան, մեր ժամանակը ասենց շատ արագ թռավ։ Շատ հետաքրքիր զրույց էր, մտածելու տեղ տվող զրույց էր։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, լավ մոլորակների դիրքեր եւ ճիշտ որոշումներ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, որ ինձ հյուրի եկաք։ Նմանապես Շնորհակալ եմ, որ դիտում եւ լսում եք մեզ։ Մենք էլ շարունակենք բարի լինել եւ բարի գործեր կատարել, որովհետև ամեն դեպքում բումերանգի օրենքը նույնիսկ աստղաբանության կանոններով է աշխատում։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։